Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ 168 TV-ի եթերում երկու ճակատ ոդքասթի 140-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել վերլուծել շաբաթական լրահոսը։ Դա անում ենք մեր ավանդական գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որն իր 20-ամյա փորձով շարունակում է մնալ կայունության, հուսալիության, կանխատեսելիության եւ վստահության հոմանիշը դաշտում։ Պահնորդական ցանկացած ծառայություն լինի կենտրոնացված տեսահսկում, փոստի անվտանգություն, ուղեկցում, VIP տիկնապահներ, ձեր ընտանիքի անդամների անձամբ ձեր ունեցվածքի, առանձնատան, բնակարանի, այլ գույքի, արտադրական ձեռնարկության, ուսումնական հաստատության եւ բազմապիսի այլ օբյեկտների պահնորդությունը, շուրջօրյա տեսահսկումը, անվտանգության ապահովումը, անվարան, պատվիրակեք մեր այս գործընկերոջը Pantera Security-ին։ Առավել մանրամասն տվյալներ կարող եք գտնել Pantera.am կայքում, սոցցանցերի Pantera անվանումով էջում կամ զանգահարել 077 01 02 30 հեռախոսահամարով։ Մենք մեր նախորդ թողարկմանը անդրադարձանք Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովին, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որ տեղի ունեցավ Երևանում, բայց դրա արձագանքները Էդգար դեռևս չեն մարել, շարունակվում են։ Հիմա քննարկենք դրա հետևանքները։ Եվ տարբեր աշխարհակաղակական կենտրոններից, նախ եւ առաջ Մոսկվայից, մենք ստանում ենք ազդակներ, որոնցով ակնհայտ դժգոհություն են հայտնում Երևանում տեղի ունեցածի առիթով։ Եթե սրան էլ հավելում ենք այն զրոյական օգուտը, որ մենք ստացանք այս երկու գագաթնաժողովներից, հանելով դրա քարոզչական իմաստը, ապա երևում է, որ ցավոք սրտի իրական գործնապաշտ քաղաքականության իմաստով մենք ոչ միայն ոչինչ չենք ստացել, այլև շարունակում ենք կորուստներ կրել։ Եվ թեև այս համաժողովից շաբաթներ անց վարչախումբը եւ պարագլուխը հատկապես նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ փորձում են մեզ վաճառել այն, թե իբր Հայաստանը անշեղորեն գնում է եվրոպական ուղով, ընդ որում դա անում է ոչ միայն ինքը, այլ նաեւ իր սպասարկու տարբեր քաղաքական ուժեր, օրինակ Հանրապետություն, Հանուն Հանրապետության եւ մի քանի այլ մանր-մունր կուսակցություններ, որոնք բոլորը անխոս այս վարչախմբի նախագծերն են եւ ձայն փոշիացնելու նպատակ են հետապնդում այս ընտրարշավում, բայց մեկ բան ակնհայտ է, որ զրոյական գործնական օգուտի արկայության պարագայում մենք միայն նոր ռիսկեր, նոր սպառնալիքներ եւ նոր մարտահրավերներ ենք կենտրոնացրել մեզ վրա, մինչ դրանց անցնելը եկ մի հատ նորից վերհիշենք, թե ինչ կար Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի արդյունքներով, ինչ կային Մակրոնի կամ Զելենսկու տեքստերի հետևում, այդ ինչ ականներ էին թաքնված, եւ ինչ տվեց դա մեզ ընդհանուր առմամբ։ Ինչպես է փորձում այս վարչախումբը Հայաստան-Եվրամիություն սարսափելի ցածր մակարդակի հասած երկխոսությունը ներկայացնել որպես բացառիկ բարձր մի գործընկերություն կամ գործակցություն։ Շատ են չէ ասում, որ Հայաստանը երբևէ ապագայում պատրաստվում է դառնալ Եվրամիության անդամ։ Բոլոր նրանք, ովքեր կարդացել են Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունված իդեպ խորհրդանշական 44 դրույթ ունեցող հռչակագիրը, շատ սիմվոլիկ թիվ է 44։ Այդտեղ օրինակ ռուս-ուկրաինական հակամարտության մասին դրույթ կգտնեն, բայց Արցախյան հակամարտության մասին չեն գտնի, Հայաստանի Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ ստանալու հայտ տալու մասին եւս որևէ դրույթ չեն գտնի։ Նման բան չկա։ Եվրահանձնաժողովի կողմից բարբերաբար հրապարակվող քարտեզներում երբևէ չեն գտնի Հայաստան որպես Եվրամիության անդամության տեխնացու, որպես հայտ տված երկիր։ Եվ հիմա մեր բոլորի բնական հարցադրումը հետևյալն է. եթե Հայաստանի ապագան եվրոպականն է, եթե վարչախումբը Հայաստանը պատկերացնում է Եվրամիության մեծ ընտանիքում, որպես ենթադրենք Եվրամիության 28-րդ անդամ պետություն, ապա ինչու հայտ չի ներկայացնում։ Եթե շարունակում է ՀԱՊԿ-ն ընկալել որպես անվտանգության սպառնալիք, ինչու դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։ Եթե խոսում են ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերության խորացման, ընդլայնման մասին, եթե ակնարկում են դեռևս ոչ ուղիղ, բայց անուղղակիորեն, որ մեր ապագան կարող է լինել եվրոատլանտյան անվտանգային տարածքում, ապա ինչու է ՆԱՏՕ-ի հետ մեր ինստիտուցիոնալ համագործակցությունը շատ ավելի ցածր մակարդակի, քան օրինակ 20 տարի առաջ, երբ մենք ունենք անհատական գործընկերության պլան եւ Երևանում տեղի էին ունենում ՆԱՏՕ-ի համաժողովներ, գործընկերություն հանուն խաղաղության, լավագույն համատեղ ջանք, ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության պլան, առաքելություններ։ Եվրամիության հետ մեծ փաստաթուղթ ընդունված 9 տարի առաջ 2017 թվականի նոյեմբերի 24-ի ՍԵՊ-ան, որով օրինակ վիզաների ազատականացման ռեժիմը պիտի աստիճանաբար մտներ ուժի մեջ։ Արդյունքի ավարտված լիներ։
Եվ ոչ միայն դա չկա, այլ այդ գործընթացը ավելի է խորացել, հերթերը ավելի են երկարել, մերժումները ավելի են շատացել, կենսաչափական անձնագրերի պատճառով Արցախումը եւ նրա պարագլուխը ըստ ամենայնի տապալել են Եվրամիության այդ վիզաների ազատականացման գործընթացը, ինչպես հենց տապալել են կենսաչափական անձնագրերի շարունակական ներդրումը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն ոչ Եվրամիության, ոչ ՆԱՏՕ-ի, ոչ որևէ առանձին եվրոպական երկրի հետ մենք երկխոսության ոչ միայն գոհացուցիչ մակարդակ չունենք, այլև անհամեմատ ավելի ցածր են գործընկերության տեմպերը, ծավալները, մակարդակը, քան դրանք կային օրինակ 15 կամ 20 տարի առաջ, երբ իրենց հռչակած Հայաստանը պետություն չէր, Հայաստանը սուբյեկտ չէր, Հայաստանը անկախություն չուներ, ծայրագավառ էր, որևէ եվրոպացի առաջնորդ Հայաստան չէր այցելում, բայց Եվրամիությունը մեզ հետ ոնց էր, օրինակ սկզբում եվրոպական հարևանության քաղաքականություն իրականացնում 2004-5 թվականներին, 2009-ին ոնց էր ներառում արևելյան գործընկերության ծրագրի մեջ, 2017-ին ԵԱՏՄ-ի միակ անդամ երկրի հետ որպես ԵԱՏՄ-ի անդամ երկիր Հայաստանը միակն էր, որի հետ կնքում է նմանաբնույթ ծավալով ՍԵՊԱ-ն, այսինքն խորը եւ համապարփակ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր, որտեղ հայկական դիվանագիտությունը հասնում է Արցախյան հակամարտության հանգուցալուծման համապարփակ կարգավոր մանրաթվում ինքնորոշման իրավունքի վկայակոչման, բայց դրա 10% է այսօր ապահովեք, եվրոպական ապագա եք խոստանում, Մակրոնի ելույթների հետևում ինչ կար թաքնված, Մակրոնի հետ ստորագրված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթում ռազմատեխնիկական գործակցության մասին ինչ է ասված, ինչ խոստումներ են տրված, Ֆրանսիան Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, Թուրքիայից կամ հատկապես Ադրբեջանից ցամաքային կամ օդային ներխուժման դեպքում մեզ պաշտպանելու է, այնպես է պաշտպանելու, ինչպես 1921 թվականին Կիլիկիա հայերին, այդպես է պաշտպանելու։ Չէ, դե Կիլիկիայում իր հետ պրոտեկտորատ ուներ, ստենտարապես որևէ հնարավորություն եւ ազդեցություն չունի։ Դավիթ ջան, Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմա այս պահին քաղաքական խոսույթի մակարդակով շատ բարձր աստիճանի են հասցված, խոսեն Նիկոլ Փաշինյանը գնան դե խոսի, Արադ Միրզյանը գնան դե խոսի, նրանք կան ստեղ խոսեն, ղեկավարներով կան խոսեն, արտգործնախ խոսեն, խոսալու հարցը եւ Նիկոլ Փաշինյանից այդ եվրոպացիներն էլ են սովորել, խոսեն։ Բայց այդ խոսքը դատարկ խոսություն, այսինքն մեջը բովանդակություն չկա։ Գալի ասում են, Հայաստանի հետ մենք շարունակում ենք վիզայի ազատականացման գործընթացում բանակցություններ։ Խոսին։ Խոսքը որպեսի գործ դառնա, դու պետք է ունենայիր բիոմետրիկ անձնագրերի համակարգ, դու պետք է ունենաս սահմանների կառավարման համակարգ, դու պետք է ունենաս հանցավորության նվազագույն մակարդակ, դու պետք է ունենաս կոռուպցիայի նվազագույն մակարդակ, բոլոր ցուցանիշները բացասական են, Ադրբեջանի հետ հարյուրավոր կիլոմետրերով չվերահսկվող, չկահավորված սահման, այսինքն սահմանային վերահսկողություն գոյություն չունի, ինչը նշանակում է, որ վիզայի ազատականացում չի լինելու, հանցավորություն, փողոցում դրած մարդիկ իրար օրը մի հատ քրոնիկոն բացում ես, Հայաստանի ամենագլխավոր լրատուն եղել Շամշյանը, որը դեպքերի վայրերից ասում եք 15 հոգով սրան են սպանել, էսի սրանա կրակ է, Ռուսաստանից եկել են մեկին բռնել են, սպանել են, դիակ գցել են, թողի գնացել են բռնող։ Բա այդ հանցավորության մակարդակով քեզ ով է թույլ տալու դու վիզա ազատ տեղաշարժվես Եվրոպայի տարածքում։ Ոչ մեկ։ Մենակ դատարկա խոսություն։ Առևտուրը Եվրոպական որևէ կետա, տես քանի երկրի ղեկավարներին եկել, սիրուն շարվել են վինետկայի նկարվան ելան գնացին։ Հələ մատը ցանկացածի մեկի վրա դիր ու հարցուր ասա այս երկրից Հայաստան ով է ներդրումներ արի, ասենք Իտալիա, չէ՞, շատ սիրունատես վարչապետ ունեն, շատ լավ է։ Իտալական մի ընկերության անուն ասա, որ Հայաստանում վերջին 8 տարվա ընթացքում 1 եվրոյի ներդրում արել։ Չկա ու գիտես քանի վերազգային կորպորացիաներ կան Իտալիայում։ Խոշոր ընկերություններ, որոնք ամբողջ աշխարհում են բիզնես ծավալում։ Բայց Հայաստանը լավ երկիր է Իտալիա։ Իտալիականը Ֆրանսիա։ Ասենք Պերնո Ռիկարը, որ Հայաստանում գործունեություն է ծավալում, այդ տեղը մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ Չգիտեմ, Օրանժը եկել էլի գնացել է, էլի մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ Ֆրանսիական մյուս ընկերությունները, եթե Հայաստանը եկել են, մինչև այդ։ Հիմա Էմանուել Մակրոնը, որը ասենց ավտոյի մեջ sense Նիկոլ Փաշինյանին փաթաթված sense նկարվում են, ընդ որում ես իմ պրակտիկայում մենք էլ ենք դες նկար։
ամուսնական զույգը առաջի օրն, հարսանիքի օրն է տենց ջերմ նկարվում, էլ ասենք օրինակ հարսանիքի 3-րդ տարեդարձի նկարները, որ նայում ես, էլի թևանցուկ են, էլի սիրով են, բայց դες մի տեսակ արդեն այն առաջի օրվա նկարով, ասենք Մակրոնի այդ ավտոյի, հարսի ավտոյի մեջից, որ այդ նկարը նկարվում է։ Բայց մա տասի Ֆրանսիան խոշոր սովորական երկիր չի, էլի դա 7-յակի երկիր է, չէ՞, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական Ինչ ներդրում ունի Հայաստանի տնտեսության մեջ։ 0 է։ Հանգիստ կարաս ասես 0։ Առևտուր չկա, Հայաստանից ապրանքները դի Միացյալ Թագավորություն։ Հզոր երկիր է, հզոր։ Իր անկերությունները ամբողջ աշխարհում բիզնես։ Որ մեկն է Հայաստանում եկել ներդրումներ արել, ինչ-որ մի բան, ոչ մեկը։ Բայց լավ ո՞մ է պետք է ձեր դատարկա։ Լավ, ներդրումներ չեք անում, հայկական ապրանքներ չեք առնում։ Ինչ կարա կանեք, աջակցություն կարաք տրամադրեք։ 10 միլիոն եվրոյի վրան չեք կարում տակա, 10 միլիոն եվրոյի։ Բայց խոստումները հիշի, 2 միլիարդ 700 միլիոն եվրո են խոստացել 2021 թվականի սկզբից։ Քանիսն է հասել։ Ասին, որից 600 միլիոն եվրոն ուղիղ աջակցության ծրագրեր էր հատկապես Սյունիքի Վայոց-Ձորի մարզի դիմադրողականության բարձրացում Արցախ անցնելուց հետո, որովհետև ընդ ճանապարհներ էին անցի ադրբեջանական վերաշրջանցող ճանապարհներ պիտի կառուցվեին 0 դրամ։ Քո ասացին վերադրենք Ալիևի վերաբերմունքը Եվրամիության, Եվրախորհրդարանի եւ եվրոպական պետությունների հանդեպ։ Գործընկերությունը շատ բարձր մակարդակի է, իսկ խոսքը թշնամական եվրոպական երկրների հանդեպ։ Մակրոնին Մեզ մոտ ճիշտ հակառակն է։ Մեզ մոտ խոսքը, ինչպես նշեցիր, շատ պոմպեզ է, վերամբարձ է, պոպուլիստական է, դեմագոգիկ է, գործ չկա։ Ջորջա Մելոնին, որին հիշատակեցիր, գալիս է այստեղ, որևէ պայմանագիր չի կնքում, որևէ ներդրում իր հետ չի գիշերն չի մնում այդ Դրանից հետո գնում է Բաքու եւ Բաքվում Ալիևի հետ կնքում է ռազմատեխնիկական գործակցության հերթական պայմանագիրը։ Ալիևը այդ հանդիպումներից հետո, օրինակ Կայա Կալասին հետ հանդիպելուց հետո, օրեր անց բռնազավթված Արցախ հերթական այցի ժամանակ ասում է, որ եթե իրենք եվրադիտորդների քթի տակ մի կրակոց արձակեին, նրանք վազելով կփախնեին դիրքերից։ Ասում այդ ինչ անվտանգություն ապահովող են եղել է, Գեղարքունիքում եղել է, չէ՞։ 2023 թվականի մարտին, երբ այնտեղ նույնիսկ տանկային մարտ տեղի ունեցավ եւ մեր կողմից եւ Դեսպանին հարցինասինոր էին դիտորդները, ասում տեղափոխվել են ավելի անվտանգ վայր, Մայրոտի Վիեննա սրճարան։ Նախապես իմանալով այդ էսկալացիայի մասին լքել էին դեպքի վայրը։ Եվ հիմա տես թե ադրբեջանական թուրքական դիվանագիտությունը որքան նրբանկատորեն եւ հմուտ է գործում, ինչպես շատ այլ դեպքերում, այնպես էլ այս ուղղությամբ։ Իրենք Եվրամիության որպես կազմակերպության եւ Եվրամիության անդամ առանցքային երկրների Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ որպես առանձին պետություն Մեծ Բրիտանիայի հետ խորացնում, զարգացնում, դիվերսիֆիկացնում են իրենց հարաբերությունները եւ արդյունաբերական, եւ ռազմաստրատեգիական, եւ քաղաքական, եւ հետախուզական տվյալների փոխանակման օրինակ Մեծ Բրիտանիայի հետ եւ այլն։ Բայց խոսքային մակարդակում Ալիևը շարունակում է Եվրամիությանը վերաբերվել որպես ոչ բարեկամ կազմակերպության։ Շարունակաբար քննադատում է Եվրամիությանը։ Մակրոնի հասցեին ամենավերջին թունդ հայոյախոսություններն են։ Մակրոնին այդպես վատ մեկ էլ իր կնիկն է վերաբերվում։ Ալիևի ֆիզիկական ապտակը Մակրոնին չի տեսել։ Ալիևինը բարոյական է։ Ալիևինը բարոյական է, դրանն է։ Հիմա տրամաբանական հարց։ Մեզ ինչ է պետք։ Մեզ պետք են քաղցր խոսքեր, սրտիկներ, սելֆիներ, ժպիտներ, լուսանկարներ, կարմիր գորգ։ Մեզ դա է պետք, թե մեզ պետք են ներդրումներ, մեզ պետք են անվտանգության կամ պաշտպանական լրացուցիչ մեխանիզմներ Եվրամիության կողմից, ո՞րն է մեզ պետք։ Ալիևը ոչ սրտիկ է անում, ոչ սելֆի է անում, ոչ ժպտում է, նրանց ճիշտ հակառակը։ Տարիներ առաջ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գնացել հասել էին Բաքու, ասում են ես ձեզ չէի սպասում, ինչու եք եկել։ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեծոլային Երևանում հերրակապով ամենավերջին մեղադրանքներն է ուղղում, բայց Եվրամիության հետ օրինակ նավթագազային ոլորտում մի քանի միլիարդանոց գործարքը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կնքված դերևս 2021 թվականին չի արգելափակվում, չէ՞։ Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության կողմից որևէ պատժամիջոց սանկցիա չի կիրառվում, ոչ պետության հանդեպ, ոչ անհատական։ Օրինակ Ռուսաստանի կամ Իրանի հանդեպ Եվրամիությունը կոշտագույն պատժամիջոցների փաթեթներ է սահմանել, ընդ որում եւ պետության հանդեպ եւ անհատական։ Ասենք Ռուսաստանում 1000-ից ավել մարդ կա, սկսած նախագահից վերջացրած լրագրողներով, որոնք անհատական պատժամիջոցների ներքո են։ Օրինակ Եվրամիության անդամ երկրներ չեն կարող մտնել, այլապես կձերբակալվեն են կալանքների տակ։ Ադրբեջանից ով է
Կա այդպիսի ցուցակ։ Ասենք ցեղասպան, մարդկության թշնամի, բռնապետ, լրագրողներին եւ քաղաքացիական ակտիվիստներին բանտարկող, ցեղասպանական հանցագործություններ կատարած, Արցախը էթնիկ զտման ենթարկած Ալիևի նկատմամբ, եթե ոչ Ադրբեջան պետության, ապա Ալիևի կամ նրա մերձավոր շրջապատի որևէ անդամի նկատմամբ մեկ անհատական պատժամիջոց Եվրամիության գալիս են այստեղ գրկում խառ տղամարդու դες գրկի մանավանդ գիտես որ դրանց տուն խառը պատմություն է ասենք ինչի համար է դա ինչա դա տալի ենթադրենք այդ անձնական այդ դիստանցիան հարաբերությունների կամ ավելի շուտ դրա բացակայությունը մեր երկրին ասենք շատ է որ եկավ ենթադրենք նստավ են Վահագ Հայրապետյանի կողքը երկեց լավ ասենք Մակրոնը ավելի լավ է երգում քան Նիկոլ Փաշինյանը թմբուկա նվագում շատ լավ է երգում է գործը ուր է ինչ ես դու պետության հետ հարաբերություններդ քո որտեղ է դրսևորվում այդ դրսևորումը չկա բայց դրա փոխարեն նույնն է Մակրոնն ասում է Հայաստանի տարածքում կա 4000 ռուս զինծառայող 2000 սահմանապահ պետք է դուրս գանես երկրից քույժ գործնա մենք երկիր ենք այլ պետության հետ ինչ հարաբերություններ կունենանք Նիկոլ Փաշինյանը մի օր բերանը բաց այդքան քեզ սիրում է այդքան ցես գրկում է հələ որ պիջակը մի քիչ բանալում ուղում է մի անգամ քեզ ասել է Աֆրիկյան այսինչ երկրից զորքդ պիտի հանես կամ քո երկրի տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր կամ Միացյալ Նահանգների զինվորական պիտի ելնի կամ պիտի չլնի։ Բայց այդ չի ասե։ Քույժ գործնա, այսինքն էլ մեր սուվերենությունն էլ որտեղ է արտահայտվում։ Եթե պիտի նա գա մեզ ասի թե մեր երկրում այլ երկրների հետ հարաբերությունները ոնց պիտի լինեն։ Այդ մենք ենք չէ որոշում։ Եթե դու պատրաստ ես, օրինակ ասենք առանցքային պետություններից մեկն ես Եվրամիության Գնա դիր քո հեղինակությունը օգտագործի քաղաքական ազդեցությունը, տնտեսական ազդեցություն, ասա თუ կողմ քվեարկեն Հայաստան դառնա ԵՄ անդամ։ Եթե այդ եք համարում Հայաստանի հեռանկար, Հայաստանի իշխանություններն էլ մի խմբակցությունով, իշխող խմբակցությունով օրենք են ընդունել։ Ճիշտ է, Եվրամիության անուն չգիտեին։ Այնքան որ եվրոն մեջ լինի, իրանք եվրոն որ կարդում են, ասում են այդ արդեն հերիքա, փողն է էլ իրանք գրավիչը։ Եվ հիմա եվրոպական է, թե եվրոմիություն է, թե եվրամ այդ կապ չունի, եվրո մեջն է։ Քվեարկել են, չէ՞, դե ընդունեք։ Այս ԿՊ-ականները թողնես ենա, Քարոզարշավի ժամանակ էլ Լուկաշենկոն, ասենց Բելարուսը, ասենց Ռուսն, ասենց Պուտին, այ մարդ վատն է, դուրս եկեք։ Դուրս եկեք։ Բայց հեսա մայիսի 28-ին ԵԱՏՄ գագաթաժողովը արդեն ասել է որ չի գնալու, այսինքն ոչ չես գնալու։ Եթե չես գնալու, նշանակում է դու չես մասնակցում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ պիտի միաձայնության սկզբունքով կայացվեն որոշումներ, չէ՞, դու պետք է քննարկումներին մասնակցես, կարծիք հայտնես, քվեարկես։ Բա որ չես գնում Այսինքն հապկն էլ տենց սկսվավ, չէ՞, մի քանի հատ չգնացին, հետո ասի մենք մեզ սառեցնում ենք։ Արաղ եք որ ձեզ տնեք մառազիլկան սառազնեք, մառոժնի եք որ սառազման ռեժիմ այդ կազմակերպություններում չկա, ո՞նց է քեզ սառացրել։ Ասենք դիակ տանես դնես սառնան, կհասկանաս։ Դիակը սառեցնում են, բայց որ Նիկոլ Փաշինյանը իր հարաբերությունները հապկեց սառեցնում, դա չի հասկացվում։ Մայիսի 28-ին նա այստեղ կարևոր ցուցադրական արարողության պատրաստության մեջ է, պետք է ցույց տա հատկապես ֆրանսիական նոր զենքերը։ Այնիշ լալա էր, կուկուլալա էր, ինչ էր մի հատ բլոգերը։ Այն բլոգերը անունը Թութուլավա։ Թութո էս կուկու եմիշ։ Կուկու էլ կա, այդ էլ ուրիշ բլոգ է։ Բայց այդ բոլոր ապաքաղաքական բլոգերները դրանց են ցուցադրելու։ Այդ դրանք բոլորը, որ ապաքաղաքական են, հանկարծու այս նախընտրական փուլում չգիտես ինչու սկսում են սրտիկներ անել։ Հայաստանի կեղծ քարտեզը կրճոնված զինվորական համազգեստով կպցնում են իրենց գնում են ասեք այդ բունկեր են մտնում այդ կուկուլավան ինչ էր դրա անունը Թութու հերու էլի սաղսել բանտեր օրենքի խախտմամբ բունկեր են մտնում սկսում են տեսալ լուսանկարահանում անել Դավիթ ջան ես մարզպետ եմ եղել Զորամաս առաջնագիծ այցելելուց պաշտպանության նախարարի մարզպետ մեր մարզի տարածքում առաջնագիծ այցելուց ես զանգել եմ նախարարից համաձայնություն եմ ստացել
հատուկ նշանակության տարածքը խիստ պահպանվող գաղտնի տարածքը քաղաքացիական անձը ինչ գործ ունի Ակնհայտ է, որ մտնի։ քարոզչական նպատակներով նախընտրական շրջանում Քարոզչական այդ քարոզչության սպառողը նաև ճշտամին է, չէ։ Սրանք բոլորը իբր ապաքաղաքական բլոգերներն են, արտիստներն են, հումորային ոճի դերասաններն են, որոնցից յուրաքանչյուր ինչ որ հիմար պատճառաբանություն ունի։ Իմ մանկության ընկերն է, այս ինչ գյուղի գյուղապետ է, իմ գյուղն է, դուրս եմ եկել քարոզչություն եմ անում։ Այս բոլոր մարդիկ, որ տարիներ շարունակ լռել են, Արցախի հայաթափման ու բռնազավթման մասին կես տառ անգամ չեն ասել, այսօր հանկարծ ու մի հրաշքով Հիմա մայիսի 28-ին պիտի թութու լավան գա լավա, թե լալա ախիչը, լավ։ Պիտի գա երևի ոչ լավ չի։ հրապարակով բանը անցնի, էլ այսինքն հրապարակով անցնում է թութու լավան։ Մինչ այդ քարոզչական միջոցառումը տեղի կունենա Երևանի Հանրապետության հրապարակում, մի բան, որի անունը նույնիսկ վախենում են զորահանդես դնելուց։ Ասում են ընդհանրապես ցուցադրություն է, մեր նորագույն պաշտպանական սպառազինության, պաշտպանական։ Դե գիտես չի ասե, ասում է կարող գնաք նայեք, բայց ձեր չտակ, որովհետև կարող է փետից էլի, հանկարծ ձեր չտակ իմանաք, որ փետ է։ Այդ օրերին, ինչպես քիչ առաջ իրավացիորեն նշեցիր, տեղի ունենալու ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովը առանց բարձր մակարդակով մեր մասնակցության, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է Հայաստանը ներկայացնելու կամ չգիտեմ որ երկիր, ամեն դեպքում անվանապես գոնե Հայաստանի դրոշի ներքո է նստելու, բայց այնինչ անում է Մհեր Գրիգորյանը բնավ Հայաստանի շահերից չի բխում։ Եվ մերը ոչ թե Հայաստանի շահն, այլ Հայաստանի շահինը։ Եվ հիշենք նաև Պուտինի օրեր առաջ ունեցած ճեպազրույցը, որ լավ կլինի Հայաստանը մինչև ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովը կողմնորոշվի։ Իսկ հերթական գագաթնաժողովը հենց մայիսի 28-ին է։ Հիմա Հայաստանի ինքնիշխանության մակարդակի մասին պատկերացում կազմելու համար բավական է լսել ընդհանրապես համաշխարհային մի քանի տերությունների առաջնորդների կամ բարձրաստիճան պաշտոնյաների։ Նրանցից մեկը հենց Պուտինն է, որն իրեն իրավունք է վերապահում ասել, որ լավ կլինի հայ ժողովուրդը հանրաքվեով որոշի ԵՄ թե ԵԱՏՄ։ Երբ դու ասում ես, որ ունես պետություն, անկախություն, ինքնիշխանություն առավել քան երբևէ, որևէ օտար, թեկուզ բարեկամ, բայց պետության առաջնորդ, այո, իրավունք ունի։ նույնիսկ դիվանագիտական էթիկետը պահելով ասելով, որ դա մեր գործը չէ, բայց իրեն իրավունք է վերապահում խորհուրդ տալ, որ լավ կլինի հայ ժողովուրդը իր իշխանությունը ոնց իրացնի։ հանրաքվեով որոշի այդ հարցը, ընդ որում իր դա ասելու կարիքը բնավ չկար, որովհետև ըստ Հայաստանի սահմանադրության վերպետական որևէ կազմակերպության միանալու հարցը որոշվում է բացառապես հանրաքվեով։ Մեկ էլ տարածքային հարցերն են որոշվում հանրաքվեով։ Դա մի կողմ։ Լուկաշենկոին հիշեցրիր։ Լուկաշենկոն չէր, որ 2 տարի առաջ ասում էր՝ ում են պետք այդ հայերը բացի մեզնից։ Բա այդքան ворցեք, այդքան դիվանագիտական կշիռ ունեք, այդքան հեղինակություն ունեք, կասեցրեք հարաբերությունները Բելարուսի հետ։ Կասեցրեք։ Այդքան ворցեք, առավոտից երեկո Ալիևը, երբ Հայաստանի սահմանադրության փոփոխման անհրաժեշտության մասին է խոսում, մի անգամ հակադարձեք գոնե։ Ինքը Բելարուսի հետ հակադրվել է։ Այդքան ինքնիշխանեք, Եվրամիության բարձր ներկայացուցիչ Մարտակոսը, երբ 2025 թվականի դեկտեմբերին ասում էր, որ Եվրամիությունը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թրիփին մասնակցության մասնաբաժնի վերաբերյալ։ Բա նոտա հղեք մի հատ Եվրամիությունից պարզաբանում պահանջեք։ Բա թրիփը ասում եք, որ թեկուզ արտապատվիրակված տարածք է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բա Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված Եվրամիության բարձր ներկայացուցիչը ասում է, որ բանակցում է բոլորի հետ բացի Հայաստանից։ Դա նույնն է, որ ասի օրինակ Հայաստանի վարչապետի մեր սատարելիք տեխնացուի շուրջ բանակցում ենք Ալիևի, Էրդողանի, Պուտինի, Թրամփի, Մակրոնի եւ մի քանի այլ անձանց հետ կորոշենք թե ում սատարենք, բայց Հայաստան չկա այդտեղ։ Սա նշանակում է մեկ բան, որ դու Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյացրել ես, իջեցրել ես շրիշակի մակարդակի եւ ով հասնի քո տարածքային ամբողջականության, քո ինքնիշխանության, քո ներքին գործերի, քո մայր օրենքի, քո ներքին օրենսդրական դաշտի, քո որևէ բևեռում գտնվել չգտնվելու մասին դատողություններ է անում։ Իրանի արդեն լուսահոգի գերագույն հոգևոր առաջնորդ Հայր Խամենեին էր ասում, որ Իրանը թույլ չի տա Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքի բացումը։ Մեզ համար դա պիտի նվաստացուցիչ լինի, երբ որևէ այլ պետության առաջնորդ գլխավոր հեպատոսը քո իշխանությունից պաշտպանում է քո երկրի տարածքային ամբողջականությունը։ Դա նվաստացման գագաթնակետն է։ Ես էլ չեմ ասում Էրդողանի ասացները, Ալիևին անդրադարձեք, բայց Էրդողանի ասացները, որ չկա որևէ քայլ հայ-թուրքական հարաբերություններում, որ Թուրքիան չհամաձայնեցնի Ադրբեջանի հետ։
Այսինքն հայ-թուրքական հարաբերությունները Ալեն Սիմոնյանն էլ էր վերջերս ընդունել, մի հարցազրույցում ասաց, հայ-ադրբեջանական հարաբերությունների գերին են։ Ինքը ասաց, որ Ադրբեջանը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Ալեն Սիմոնյանն է ասել։ Խանգարելու մասին է խոսում, մարդիկ զուգահեռ աշխատում են, ես էլ հիշում եմ իմ դեսպան ժամանակ էր Թուրքիայի արտգործնախարարը մի օր հարցազրույց էր տվել, ասում է ես իմ Ադրբեջանի գործընկերոջն ասում եմ, որ դու կարաս նաև չաշխատես, որովհետև օրվա կեսը ես աշխատում եմ որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար, մյուս կեսը աշխատում եմ որպես Ադրբեջանի արտաքին գործերի նախարար, այսինքն իրենք դա ասում է ամեն կատակի մեջ ինչ որ չափով կատակ կա, չէ՞։ Հիմա նա այդ ամբողջ ճշմարտությունը ասում է, որ իրանք Ադրբեջանին ընդունում են որպես իրանց պրոքսի պետություն, մեկ միասնություն են իրանց մոտ եւ քաղաքական հարաբերություններն են այդտենց եւ տնտեսական հարաբերությունները։ Եվ հիմա հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ գոյություն չունի։ Ինչքան էլ ուզում է Ռուբեն Ռուբինյանը իր ապօրինի կարգավիճակով ծղրտա կամ ճվճվա, այնտեղ մարդիկ ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ մինչև Հայաստանը Ադրբեջանի կողմից ներկայացված բոլոր պահանջները, ոչ թե հիմնականը 10-ից 8-ը, բոլոր պահանջները չկատարի, հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ չի լինի։ Նախնական իբր պայմանավորվել էին, որ 2023 թվականի հուլիսի 1-ից հայ-թուրքական ցամաքային սահմանը կբացվի ոչ թե մեր քաղաքացիների, այլ երրորդ երկրների քաղաքացիներ, որ վրացիները կամ ռուսները այդ սահմանով կարողանան գնան։ 2026 թվականի հուլիսի 1-ը հեսա կլինի մի ամսից։ Հələ այդ սահմանը բաց չի։ Այսինքն 3 տարի անց իրանց պայմանավորված օրից։ Այդ ինչ է նշանակում, դա չի լինելու, չէ՞։ Այդ մարդիկ լուրջ են վերաբերվում իրանց գործերին։ Բոլորն են լուրջ վերաբերվում։ Այն որ Պուտինը պահանջներ ա դնում, դա ոչ թե պահանջ է, այլ տրամաբանական մոտեցում։ Ասում է հարգելիներ, ձեր որոշումն է, պետության ղեկավար եք, դուք եք որոշում, որ միջազգային կազմակերպությանը անդամակցեք։ Բայց ամբողջ աշխարհին հայտնի է, որ ԵԱՏՄ-ի կարգավորումները եւ Եվրամիության կարգավորումները այս պահին իրար հակադիր են։ Ինչպես որ հակադիր են, ենթադրենք Եվրոպական միության եւ Շանհայի միջազգային համագործակցության կազմակերպության կարգավորումները։ Դա ամբողջ աշխարհում բացի Հայաստանից, որովհետեւ Հայաստանը երկու կազմակերպության էլ պատրաստվում է անդամակցել։ Հիմա Հայաստանը այն պահին, որ ինքը մի խմբակցությունով օրենք են ընդունել, մի նախադասությունից կազմված տենես սխալներով, որ պիտի անդամակցեն Եվրոպական միությանը, նույն ժամանակ հայտ են տալի Շանհայի միջազգային կազմակերպության անդամակցելու համար եւ որ ԵԱՏՄ-ի անդամ են։ Այդ հայտն էլ չի ընդունվում, իդեպ Ադրբեջանի պատճառով, Պակիստանի։ Չէ, բայց Պակիստանը հո ինքնագլուխ դա չի, Պակիստանը բնականաբար Ադրբեջանի հորդորով եւ խնդրանքով է արել։ Հիմա ասենք թե միջազգային հարաբերություններում մարդիկ նայում են ասում են, «Յախո դու գեշ չեք»։ Ոնց ես դու համստեի այս կազմակերպության անդամ ես, սրան հայտ ես տալի, դրան էլ օրենք ես ընդունել, բոլոր կազմակերպություններին մի երկիրը խո չի կարա տնտեսական մի, բայց կարաք հասկանաք դուք որ կազմակերպությանն եք ուզում անդամակցեք։ Հիմա Պուտինն էլ ասում այ մարդ գնում եք Եվրոպական միություն, էլի գնացեք։ Բայց մենք այդ կազմակերպության մյուս անդամ երկրներս պիտի դուք չես կարա մի օր լույսը բացվի, ասես որ ես չեմ, դու դες կարաս հայ ժողովրդին խափես, մի օր լույսը բացվի, ասես Ղարաբաղ տվել եմ նոյեմբերի 9-ին։ Չնայած մինչև այդ ուրիշ բան է։ Հայ ժողովրդին ասես կարաս խափես, եթե իրանք քեզ թույլ են տալի։ Բայց մեզ չես կարա խափես։ Դուրս ես գալի, արի վեշերը դավակի էլի գնա։ Ունենց են ներկայացնում, որ ասենց Ռուսաստանի ճակատագիրը կախված է Հայաստանի ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամակցությունից։ Ասկի վեժներն է, ասկի կիմանան, ասկի չեն իմանա։ Մի 3 միլիոն բնակչությունը Մոսկվայի մի թաղամաս է։ Տարածք ասենք Ռուսաստանեն այնքան տարածք ունի, ասենք մենակ Հայաստանի չափ տարածք ինքս տեղը չգիտի։ Գազի սպառումը Ռուսաստանը Հայաստանին գազը։ Հայաստանի մի տարվա գազի սպառումը հավասար է Գազպրոմի նորմատիվային կորուստների 7%-ին։ Կորուստների 7%-ը մեր մի տարվա սպառումն է։ Այնպես տպավորություն է, որ եթե Հայաստան ռուսական գազ չառնի, Գազպրոմ կսնկանա։ Այդ մենք ենք օգտվում այդ համագործակցությունից։ Կամ Հարավկովկասյան երկաթուղին, եթե օրինակ ռուսական կոնցեսիայից հանվի, զրկվի, ռուսները կմնան ոեշով։ Եվ տրվի այս պահին բանակցվող ղազախական ընկերության, ապա եվրոինտեգրումը կտիրի մեր երկաթուղում, որովհետև Ղազախստանը
Եվրոպայի սրտում տեղակայված պետություն։ Այսինքն առավոտից երեկո սրանք խոսում են եվրոպական ներդրումների, Հայաստանը դեպի Եվրամիություն տանելու, ռուսական հետամնաց մենեջմենթի բացառման մասին, մեկ էլ պարզվում է, որ Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությանը ռուսական կոնցեսիայից վերցնելու դեպքում պատրաստվում են դա հանձնել ավելի վատթար ղազախական ընկերության։ Ախմետ ուրիշ բան ասեմ, էլի։ Այսքան օրինակ այս Ղազախստանի փշի են անում, չէ՞։ Պետական մակարդակով այցեր են անում եւ Ղազախստանի նախագահը եկավ եւ Նիկոլ Փաշինյանը գնաց դե մատ ուրիշ բարձր մակարդակ էլ այլև Վահագն Խաչատուրյանն էլ է պետական այցով Ղազախստան այցեցինք Ղազախստանի պետության պատմությունը հիմա բաժանված է երկու շրջանի մինչև Վահագն Խաչատուրյանի այցը եւ Վահագն Խաչատուրյանի այց Ղազախստանի հետ կապ ունեցող մարդիկ ասում են շատ բան է փոխվել Հիմա Ղազախստան շատ բան է փոխվել այդ այցից հետո հիմա այսքան որ դու Ղազախստանի հետ փշի եք անում դրանց մեդալները կախում եք ձեր տոժին դրանց երրորդ կարգի ծորենը բերում եք տալիս եք ստե ահագի մարդ ու Տումա Պետրոսն էլ ահագին գո Բայց չեք ասում Ղազախստանը ԵԱՏՄ հիմնադիր երկիր է, ՀԱՊԿ հիմնադիր պետություն է։ Եթե դուք ՀԱՊԿ-ից դժգոհում եք, Ղազախստանը դրա մեջ չի։ Ավելին, Ղազախստանը ի տարբերություն օրինակ Բելարուսի, նաև թուրքախոս պետությունների համագործակցության կազմակերպության անդամ է եւ մշտապես քվեարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի բերած նախագծերին կողմ։ Հիմա Ղազախստանի ինչի նոտա չեք հղել, օրինակ Բելարուսին այդքան հղում եք, չէ, որովհետև Բելարուսի բռնապետը իրեն բնորոշ ոճով շարունակաբար բացախոսությամբ անկեղծությամբ ասում է ով է, որը որից հետո է։ Բա մի հատ էլ Կասիմ Ժոմարթ Տոկաևին հղեք, այն եթե իհարկե անուն ազգանոց ճիշտ սովորել եք, ժամանակին Տոկաևի չէր ասում։ Չիմանալով որ դա նրա հայրանունը չէ, այլ ազգանունը։ Այսինքն սրանց ինքնիշխանության բարձրագույն կետը, սրանց ինքնիշխանության գագաթնակետը Եվրոպայի մարած վերջին բռնապետերից Լուկաշենկոին ընդամենը քննադատելն է, այսինքն սրանք այնքանով են տղա, իրենց համարձակությունը այնքան է դրսևորվում, որ միայն Լուկաշենկո կարող է քննադատել, որ ամբողջ աշխարհը քննադատում է։ Այնել ոչ թե այն բանի համար, որ Լուկաշենկոն հակահայ հայտարարություն, այլ որ Սարգսյանի տեղուն չի տալիս։ Չէ, դրան չէին ասե, այլ որ Լուկաշենկոն Փաշինյանին բան ասած, չէ։ Լուկաշենկոն մի օր ասուլիսի ժամանակ ասաց, որ Ղարաբաղյան բանակցությունների հարցում Փաշինյանը ինչ ձախողումներ ա ունեցել, պատերազմը կանգնացնելու հարցում ոչ չի լսել Պուտինին, ժամանակին հոկտեմբերի 19-ին որ կանգնացնի եւ այլ, այսինքն որ տեսա, որ բաց խոսում է իր Ղարաբաղյան խնդրի հետ կապված իր ունեցած խոցելի դիրքորոշումների բացին, ունես չի որ սուտ է ասում։ Ուղղակի ասում է իր հետ իր հասցեին ուղված քննադատությունից հետո են հայ-բելարուսական հարաբերությունները վատացել ոչ թե Լուկաշենկոյի Արցախ կատարած այցելությունից այնտեղ կատարած հայտարարություն չէ ժամանակին դրանից հետո պիտի ջերմանային հակառակը նորմալ է հենց Լուկաշենկոն իրան ասած կլոխը տտումի գյովիրի այդ ժամանակ արդեն նոր Բելարուսի հետ ասում են ոչ մեկը Բելարուս չգնաք դեսպանը մինչև հիմա հետակա բան մի ԵԱՏՄ-ի մի անդամ երկիր ՀԱՊԿ-ի մի անդամ երկիր Բելարուսն է մի անդամ երկիր է Ղազախստանն է բա որ Ղազախստանի նախագահը գալիս ասते Ինչի՞ չեք այդում դեմը ցույցեր Սակունց օրինակ երբ որ Լավրով եկել էր Սակունցը գնաց է մտել էր շորերով մտել էր այն ջրավազանի մեջ չէ ահագին տեղերը թրջվել էր բան Դեն ժամանակ իհարկե երկու դեպքում ալում էլի որ արդեն թրջված ալում մտնում է ջուրը որ ցույց տաս որ մտամ այդ ջրի մեջ է թրջվել այտենց էլ ալում որտեվ ասենք նորմալ տղամարդը չի պետք է մտնի ջրի մեջ սա բողոքի ակցիա մենք էլ ենք մասնակցել իսկ ասենք ջրերի մեջ չենք մտե կարար կողքը կաներ չէ մի բան այդ օրը ես ոնց որ հասկացա լավ բան չէր եղել այդ օրը մինչև այդ էլի բայց եթե դու գնացել ես Լավրովի դեմը անհարմար վիճակի մեջ ես հայտնվում ստիված մտնում ես ջրի մեջ Բա Տոկաևի այցին ինչի՞ չես գնում անհարմար վիճակի մեջ հայտնվես։ Իդեպ Ռուսաստանի դեսպանատան արչև մինչև 2018 թվականը ցույց անողների ռուսական դրոշայրողների ներկայացուցիչներից շատերը այսօր իշխանության մեջ են, բայց արդեն Մոսկվայի հետ հանդիպումներում գործընկերության մթնոլորտի մեջ օրինակ, ասենք նույն Արարատ Միրզոյանը, ժամանակին այդպիսին էր, ասենք Դավիթ Սանասարյանը Արմեն Գրիգորյանը հիմա սրանց ինքնիշխանության մակարդակը պատկերացնելու համար մի դրվագ հիշենք, որ շատերը մոռացել են 2021 թվականի մայիսին, երբ Փաշինյանը հրաժարական տվեց, բայց շարունակեց մնալ վարչապետ, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար սկզբում նշանակեց Արմեն Գրիգորյանին։
Արմեն Գրիգորյանի հետ Լավրովը հրաժարվեց հանդիպելուց, ասելով, որ ռուսական դրոշ այրածի ոտատակ տվածի հետ ինքը երբևէ չի հանդիպի։ Հիմա ինքնիշխան եւ հպարտ հակառուսական դիրքավորված Եվրամիության այդ ինստիտուցիոնալ համագործակցության գնացող վարչախումբը ընդունեց Լավրովի այդ պայմանը եւ Արմեն Գրիգորյանին փոխարինեց Արարատ Միրզոյանով։ Լավրովը հստակ պայման էր դրել եւ Մոսկվայից այդ արձագանքը եկավ, որ Արմեն Գրիգորյանին արտգործնախարարի պաշտոնում Մոսկվա չուղարկեք, մենք նրա հետ չենք հանդիպելու։ Հիմա որ սրանք առավոտից երեկո հակառուսականություն են թմբկահարում, լավ իմանա մեր հերոստատիտողը, որ իրենցից ավելի կախ ականջներով բոլորին լսող չկա ուղակի, բոլոր պայմանները բավարարող։ Կոշիկ լիզող։ Հիմա եթե կներես մի բան ասեմ, էլի այդ որ ասեցիր Արմեն Գրիգորյանին այդ պայն հիշեցի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, մինչև Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարը նշանակել է, Հայաստանի բոլոր պաշտպանության նախարարի տեխնացուները համաձայնեցվել է Ռուսաստանի հետ։ Այսինքն ինքը պաշտպանության 3 նախարարի տեխնացու է համաձայնեցրել։ 3 իհարկե մա շատ խորհրդանշական թիվ է, բայց այլ իմաստով, բայց ինքը 3 նախարար պաշտպանության նշանակել է Դավիթ Տոնոյան, Վաղարշակ Հարությունյան, այսինքն նշանակում է ինքը Ռուսաստանի հետ համաձայնեցրել է Հայաստանի պաշտպան, օրինակ Սերժ Սարգսյանը ես չեմ լսել, որ ասի, որ ինքը Սեյրան Օհանյանի տեխնացությունը համաձայնեցրել է կամ Վիգեն Սարգսյանի տեխնացությունը Ռուսաստանի հետ։ Մի քիչ դժվար է պատկերացնել, թե ինչի պիտի համաձայնեցներ կամ ինչ կապ ուներ Վիգեն Սարգսյանը Բոստոնում սովորած Ռուսաստանի հետ։ Իսկ Սուրեն Պապիկյանի տեխնացությունը ում հետ է համաձայնեցրել։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի։ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար դարձել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին։ Դրա հաջորդ օրը Էդգար տեղի է ունեցել հարձակում Վայոց ձորի վրա եւ մենք 15 զոհ ենք տվել։ Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար դառնալու հաջորդ օրը Հայաստանի զինված ուժերը 15 զոհ են տվել։ Հիմա երբ առավոտից երեկո սրանք ասում են, թե դա արդեն 2023 թվականի հունվարին էր։ Պապիկյանը 5 տարի է պաշտպանության նախարար է, հարյուրավոր զոհեր են եղել, այսպես կոչված խաղաղ ժամանակահատվածում։ Հիմա պաշտպանության նախարար հալով սրտիկներ է ցույց տալիս այդ ուրախ ավտոբուս կոչեցյալը, բուկլետներ է բաժանում, այսինքն դարձել է քարոզիչ ընդհանրապես վարչախմբի։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանի պաշտպանության որևէ նախկին նախարար գյուղ ընկներ օրվա իշխանության, ասենք նախագահի տեխնացուի հետ, բլիթներ բաժաներ եւ սկսեր, ասենք Հայաստանի տեսքով, այո, քարտեզներ, բլիթներ բաժանել։ Դու պատկերացնում ես, ասենք օրինակ Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանն ինքն էլ է պաշտպանության նախարար եղել, Վազգեն Մանուկյանը։ Հայաստանն ես ասում, այդ ուրիշ երկրի, ասենք պաշտպանության նախարարի պատկերացրու, որ սրտիկ խփի դոշին, հենց Զաքիր Հասանովը։ Հա, ասենք օրինակ Զաքիր Հասանովը, գեներալ գնդապետ էթա բանանի։ Զաքիր Հասանովը այդ ժամանակ խորհրդակցություններ է անցկացնում բարձրագույն սպայակույտի հետ, խորհրդակցություններ եւ մոդելավորում են զորավարժությունների անցկացնում, իրանց զինված ուժերի համատեղ զորավարժություններ, նույնիսկ հապկ զորավարժություններին Ադրբեջանը գնում դիտորդի կարգավիճակով մասնակցում։ Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը հերիք չսրտի կա բաժանում, բա հետն էլ չիմացար Վայոց ձորում, չգիտեմ, դու դες բաներից ու շատ իրես պիտի նկատածել ես։ Մարտիրոսում մեր Վայոց ձորի Նիկոլ Փաշինյանը որ խաշլամանուտում է, ոսկորներ դնում է Պապիկյանի դեմը։ Նա էլ անձեռոցիկով սիրուն հավաքում դնում է մի կողմ։ Արա, ասետ ուտելու համար է դնում, ուր ես էդի հավաքում բան, բայց չկերավ։ Ինչքան ոսկոր կար դրես Պապիկյանի դեմ, բայց Պապիկյանը ոչ մեկ փաստորեն գառան ոսկոր չի ուտում։ Գառան ոսկոր չի ուտում։ Էդի թող մեր բոլոր զինվորականներն իմանան, որ մեր պաշտպանության նախարարը գառան ոսկոր չի ուտում։ Մեր զրույցի սկզբնամասին վերադառնալով ուզում եմ հիշեցնել, որ ամենաշատ հնչած մտքերից մեկը Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովում եւ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում վերաբերում էր այսպես կոչված միջին միջանցքին։ Մի բան, որ Եվրոատլանտյան հանրության կարևորագույն առաջնահերթություններից է, հատկապես հենց Եվրամիության ի հակադրություն Հայաստանի պետական եւ ազգային շահերի։ Մենք մշտապես ասել ենք, որ մեզ համար շատ ավելի կարևոր է հյուսիս-հարավ առանցքը եւ ոչ թե միջին միջանցքը, այսինքն արևել-կարևմուտքը, քանի որ Եվրամիությունը կենտրոնական Եվրոպայից դեպի կենտրոնական Ասիա իր ուղերձը տեսնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրայով կամ նրա միջով։ Իսկ մեր գործընկեր բարեկամ պետությունները, օրինակ Իրանը եւ
Վրաստանը, Ռուսաստանը մշտապես պատկերացրել են այդ առանցքը հյուսիսից հարավ եւ շարունակաբար նույնիսկ մինչեւ 2018-ը խոսվել է Պարսից ծոցը Սև ծովին կապելու ծրագրերի մասին եւ Հայաստանը դրանում իր հյուսիս-հարավ ճանապարհով կարող էր դառնալ կարևորագույն առանցքային հաբ։ Հիմա միջին միջանցքի իրականացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են դրանում, Մեծ Բրիտանիան դրա անմիջական շահառուներից է եւ Կենտրոնական Ասիան Կասպից ծովով պիտի գա Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով դուրս գա դեպի եվրոպական աշխարհամաս։ Եվ Հայաստանը այստեղ դիտարկվում է ընդհանրապես որպես լոգիստիկ հանգույց, միգուցե նաեւ հումքային կցորդ, քանի որ Հայաստանի 2025 թվականի օգոստոսի 8-ին կնքված թրիփի պայմանագրով խոսվում է նաեւ Հայաստանի ընդերքի մասին, այդպես էր սկսվում նաև ուկրաինական հակամարտությունը եւ Թրամփի կողմից Ուկրաինային պարտադրված պայմանագրում եւս մի քանի 100 միլիարդ դոլար արժողությամբ ուկրաինական հանքավայրերի շահագործման եւ դրանց սեփականատիրություն անելու մասին էր։ Այսինքն մեր քաղաքացին շատ հստակ պետք է հասկանա քարտեզին նայելով ընդամենը, թե որտեղ է Հայաստանի բնական շահը։ Հյուսիս-հարավ առանցքի մեջ է, օրինակ Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան գործակցության շղթայի մեջ է, թե թուրք-ադրբեջանական ակցիանի մեջ առնվելու եւ միջին միջանցքի մաս դառնալու մասին է։ Ճիշտ է, այստեղ որոշ խմբագրումներ է պետք անել, որովհետեւ Փաշինյանը այդ գագաթաժողովում ասաց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է։ Ես ճիշտ ասած նոր տպագրված քարտեզներ չունեմ եւ չգիտեմ, Հայաստանը հիմա տեղակայվել է օրինակ հարավ-արևելյան Ասիայում, օրինակ միգուցե ինդոնեզիական կղզիների միջակայքում, թե գնացել հասել է Գրենլանդիա, որ ուր է հասել։ Հայաստանի աշխարհագրական դիրքը երբևէ չի փոխվել եւ չի փոխվելու։ Մեր հարևաններն են շարունակում։ Ոնց որ դեպի ամեն դեպքում հյուսիսա գնացել, որովհետեւ այս տարի դες գարուն չեղավ։ Ցրտոտա, ինձ թվում է դեպի բան են գնում մենք։ Հյուսիս են գնում, արտիկական ուղղությամբ։ Իդեպ քո ասածը, որքան էլ պայմանականությունը իր խորքում նաեւ հետաքրքիր իմաստ ունի, որովհետեւ Հայաստանը որքան էլ հակահյուսիսային հակառուսական հայտարարություններ է անում, 1 միլիմետր անգամ չի հեռացել հյուսիսից։ Եթե հեռացող լինեին, նորից եմ ասում այս հաղորդման մեջ արդեն որերորդ անգամ, հապկից դուրս կգային այդքան համարձակություն կունենային, երբ անվանում են այդ կազմակերպությունը անվտանգության սպառնալիք, դե դուրս եկեք։ Եվրամիության անդամակցության մասին եք խոսում, հայտ տվեք։ Թուրքիան 1987 թվականին տվել է հայտը եւ 39 տարի շարունակ սպասում է Եվրամիության դռների մոտ, մի այդքան էլ հավանաբար կսպասի։ Միայն Ֆրանսիան հերիք է, որ բլոկավորի Թուրքիայի անդամակցությունը հնարավոր Եվրամիության։ Եվրամիությունը ինքը ընդլայնվելու նպատակ չունի եւ խարխլման փուլում է գաղափարական, արժեհամակարգային, քաղաքակրթական, տնտեսական, այսինքն Թուրքիան, որ արդեն 39 տարի Եվրամիության դարպասների մոտ սպասում է, Վրաստանը, որ ունի Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակ, Ուկրաինան, որը անդամության տեխնացուի կարգավիճակ ունի, Մոլդովան, որը ունի, Մոնտենեգրոն եւ ելի մի քանի այլ երկրներ, եվրոպական հարևանության քաղաքականության քարտեզը կարելի է նայել եւ տեսնել, Հայաստանը պետք է ընդգրկվի Եվրամիության նույնիսկ անդամության տեխնացուների մեջ կամ պետք է հերավոր ապագայում դառնա Եվրամիության անդամ, մի այդպիսի միտք Եվրամիության ղեկավարների կողմից, որ այստեղ ժամանել էին, հնչել է, օրինակ Անտոնիո Կոշտան, Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ, կամ Կայա Կալասը, գլխավոր հանձնակատար արտաքին գործերի, Ուրսուլա ֆոն դեր Լայենը չէր եկել։ Խոսել, թե եկել էր, նայել, գնացել են Կարմիր կամուրջը։ Հա, եւ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայեն։ Կամուրջն է նայել։ Նրանք որևէ բան ասել են Հայաստանի Եվրաանդամակցության հեռանկարի մասին։ Փաշինյանը 2 տարի առաջ Եվրախորհրդարանում ասում էր Հայաստանը պատրաստ է լինել Եվրամիությանը մոտ այնքան, որքան Եվրամիությունը թույլ կտա։ Եվրամիությունը թույլ չի տալիս, չի ուզում։ Այսինքն նույնիսկ չի ակնարկում, որ դուք կարող եք հայտ տալ մեզ, հայտ տվեք դիտարկենք։ Դավիթ ջան, նկարում Թուրքիայի փոխնախագահն է, ինքն էր եկել եւ պայմանական ասենք Բեբաշարներ գործիքային բան երգչախումբ, վոկալ ինստրումենտալ անսամբլը։ Հիմա այս Բեբաշարներ անսամբլը կարան Թուրքիային ասեն Եվրոպական միության մաքսային միության անդամ երկիր է։ Սահմանը բաց։ Ընդամենը որ Հայաստան-Թուրքիա սահմանը Հայաստան-ԵՄ մաքսային սահմանն է, ընդամենը այդ սահմանը բացի Հայաստանի համար։ Ուրիշ բան չասեն։ Կարան ասեն, դե թու ասեն։ Բայց այդքանով եկել են, դու ասեն եկել ենք ես մի հարցը լուծել, որ Արադ Միրզան էլ գնա ոչ թե Նիկոլ Փաշինյանի բրոշկեքի վրա
խոսասի շեֆ լավ բանել է Թուրքիայից մեզի լավ խաբար է եկի Welcome-ի տեքստ ենք անում։ խաբար է եկի մենք էլ ասում ենք welcome այն էլ հենց գիտի welcome են դրանտեն որ գցում են այն շորնա դե Նիկոլ Փաշյանը ինչ պիտի ման welcome-ն ինչա չէ ասում են welcome-ն ինչա ասում դրանտեմի շորը հիմա գնացում welcome անենք այն այդ գախնագողի խոսալու փոխարեն մի հատ էլ ասեք որ այս այցից հետո Եվրամիության ճնշմամբ հայ-թուրքական սահմանը բաց է արդեն Ընդհանրապես բաց է Հայաստան Եվրոպական միության շփումների համար։ Դե դա արեք։ Մենք էլ Բեբաշարների անունը կփոխենք։ Բայց հələ որ չենք կարա փոխենք։ Ու քանի որ չենք կարա փոխենք, պիտի այս Բեբաշարների անվտանգության հարցերով զբաղվեն այլ մարմիններ, իսկ այն բաշարած հաջողության հասած մարդկանց անվտանգության հարցերով պետք է զբաղվի Pantera Security մասնավոր պանորդական կազմակերպությունը, որովհետև եթե մարդը կյանքում ունենում է հաջողություններ, այդ հաջողությունները ունենում են դրսևորումներ։ Դրսևորումները լինում է գույքի տեսքով, ձեռնարկությունների տեսքով, բիզնեսի տեսքով, որը պետք է պահպանել անվտանգ միջավայրում։ Իսկ դա կարող են անել Pantera Security մեր գործընկերները իրենց բազմամյա փորձառությամբ, հմուտ փորձառու ուժեղ անձնակազմով համադրելով ավանդական մեթոդները ժամանակակից տեխնոլոգիաների հետ։ Pantera Security պանորդական կազմակերպության ծառայությունների ցանկահասանելի անկերության կայքում եւ սոցիալական հաշիվներում, իսկ համագործակցության համար պետք է զանգարել 077 01 02 30 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ջակատ ոդքասթի 140-րդ թողարկումն էր 168 TV-ի եթերում Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը ամփոփեցինք, վերլուծեցինք շաբաթական լրահոսը, դա սիրով ձեզ համար կանենք նաեւ։ Մյուս ուրբաթ մեր ավանդական 21-ից 21-ին ցտեսություն։